Փառներդեհին Հայաստանում սոցհարցումներ անողները շատ են։ Կան անկախ սոցհարցումներ անողներ, բլոգերներ, տեղական սոցհարտակի ներկայացուցիչներ եւ մեծամասամբ ֆիքսում են այսպիսի տեսակետ, որ նման խաղաղության կողմնակից չեն։ Ճնշող մեծամասնությունը, ոչ թե կեսից մի քիչ ավելը, ճնշող մեծամասնությունը այս նման խաղաղության օրակարգի դեմ են։ Այսինքն արժանապատվությունը տանք հանուն խաղաղության դեմ են, հայրենիք տանք հանուն խաղաղության դեմ են, իրավունք տանք հանուն խաղաղության դեմ են։ Հասկանում եք, սա նշանակում է, որ ինչ-որ անիշխանությունը դա ժողովրդի ցանկությունը չէ, ասել է թե իշխանությունը միանշանակ ինքը լեգիտիմ չէ, պատերազմից հետո արդեն ընդհանրապես ինքը լեգիտիմ չէ, բայց ժողովրդի կամքին հակառակ գործողություն է անում, ինքը չի ստանում ժողովրդի աջակցությունը եւ որքան էլ որ Ադրբեջանի տարածքով ցորեն մտնի Հայաստան, որը որ ճանապարհին է ասում են, ես չեմ վստահում Ալիևին։ Հիշում եք Արցախին, երբ որ զինաթափեցին, ստիպեցին, որ դուրս գան, բերեց բենզինն, ասեց ես վառելիքը կտամ Ալիևը, լցրեք այնքան է գնացեք, եւ ինչ արեց, պայթեցրեց, չէ՞, բենզինով լցված ցիստեռնը պայթեցրեց, եւ ինչու պետք է իմ հացահատիկի հետ ինչ-որ բան չանի ինքը, որքան էլ ասեք, դա գալիս է, չգիտեմ, մաքսակետով անցնում է, կնքված է, դռները չեն բացվում, այդ դռները չեն փակվում, ասենք այդ դռները, որ բացվեցին, ինչ-որ բան արվեց այդ ցորենի հետ, հետո փակվեցին, Նիկոլին էլ ընդեղից ասեցին, այդ բեռները ձեր մաքսակետում կասեք չստուգեն, ստուգված է, Նիկոլը չպետք է կատարի Ալիևի հանձնարարությունը, քանի հանձնարարություն է կատարել Նիկոլն Ալիևի, անթիվ անհամար, ամեն աստծո առավոտ, անգամ ոչ միայն Ալիևի քարտուղարուին էլ ընդեղից մի բան խոսի, այստեղ անմիջապես անցնում են գործի։ Ես չեմ վստահում թշնամուն, որքան էլ Նիկոլն ասում է պետք է առաջնային, պետք է, ես ոնց խաղաղ ապրեմ մի մարդու հետ, որ ինձ ուզում է թիկունքից հարվածի, եւ չի թաքցնում նա։ Դու ինձ ասում ես, մարդը զինված, ինձ զինաթափել ես, ինքն էլ անընդհատ զինվում է, ասում ես դու նրա կողքը պետք է կանգնես առանց վախենալու։ Դու պետք է վստահես նրան։ Ես այդ կարգի ապուշ եմ։ Ես Ալիևին չեմ վստահում։ Եվ առհասարակ Թուրքին։ Ոնց կարա ցեղասպանին ներել կամ վստահել, երբ որ նրա գործը կիսատ է մնացել, երբ որ նրա հանցանքը դեռ համապատասխան պատժամիջոցի չի արժանացել։ Ինքը այդ հանցակից խուսափելու համար կամ պետք է մեզ ամբողջությամբ վերացնի, կամ ինքը պետք է պատասխանատվություն կրի։ Ինքը պատրաստ չէ պատասխանատվություն կրելու։ Ինքը անգամ մեզ է դարձրել ցեղասպան, որ մենք պատասխանատվություն կրենք, կամ եթե չկրենք էլ, անգամ ինքը հենք ունենա, պատճառ ունենա մեզ վերացնելու։ Ասի ցեղասպանին, էթնիկ զտում կատարողին ոչնչացրեցի։ Նա պատրաստվում էր հերթական անգամ, ասենք թե, եւ ֆաշիստական տարեր է մեր Հայաստանից ներս ինքը նա տեսնում, անգամ եկեղեցու շրջանում, մեր եկեղեցին էլ է ըստ Ալիևի ֆաշիստական կազմակերպություն։ Իսկ եկեղեցու մասով ընդհանրապես ես ցանկանայի, որ բանը տեղ չտնենք Նիկոլին, որ չհանդրայնացվի։ Իսկ Գարեգին բեի արածը արդեն ինձ մոտ զարմանք է առաջացնում, ուղղակի կարճ անդրադառնամ։ Սա հենց իմ կասկածները, որ Գարեգին բն ու Նիկոլ համագործակցում են եկեղեցին խեղճացնելու գործում, հենց այս երևույթն է, եթե դու ինչ-որ մեկին կարգազանց ես արել, դու ոչ միայն նրա վրա այդ կրոնականի, չգիտեմ, այդ կոչումը պետք է վերցնել, բացի կրոնականի կոչումը պետք է վերցնել, դու պետք է նաև արգելես նա եկեղեցի մտնի առաքելական։
Բայց մարդը մտնում է եկեղեցի դուրս չի գալի եւ այնտեղ պատարագ է տալիս։ Ինքը ստեղծում է իր աղանդը եւ վարչապետն էլ գնում է այնտեղ խոնար այդ աղանդի բանը սպասավոր է դառնում, խոնար ծառա է դառնում։ Եթե դու մարդուն կարգալուց ես արել, դու պետք է արկելես եկեղեցի մտնի, թե ոնց էդի քո խնդիրն է։ Ինքը իրանք չունի եկեղեցի մտնի։ Եթե դու հիմա ասում են մեկին էլ, չգիտեմ, տաուշում է կարգալույց արել։ Եթե դու պետք է հոգևորականին անես կարգալույց եւ այդ հոգևորականը այդ եկեղեցուց դուրս չգա, այդ եկեղեցին դարձնի իրենը։ Նշանակում է դու պարակտեցիր, քո կարգալույց անելով պարակտում ես եկեղեցին։ Կարգալույց ես անում, քո իրավունքն է։ Զրկի եկեղեցի մտնելուց այդ մարդուն։ Եթե չես զրկում, դու ամեն կարգալույց անելով ինչ որ մեկին նվիրում ես մի հատ եկեղեցի, ասես դե դու դեռ քո աղոթքն արա։ Ինչ աղոթք կանես, դու արդեն առաքելական չես, աղանդ ես, ինչ ես, ոնց ես, բայց դա նշանակեց, որ եկեղեցին տուժեց։ Գարեգին B կամ որից է մեկին կարգալույց մի արա, կամ անելուց զրկի, եկեղեցի մի թող մտնի, եկեղեցիներդ մի հանձնի դրանց, հայ առաքելական եկեղեցին մի մասնադի։ Իսկ ես սա նկատեցի։ Սա ուղղակի ասացի, որ բոլորիս մոտ հասկանալի լինի, թե Գարեգին B-ն Հապկին Նիկոլի հետ ինչպես է համագործակցում։ Խոյեմ